Բարեձեզ, ես փաստաբան Հակոբ Ջավրանն եմ, ընդամենը մի քանի րոպե առաջ ներքին գործերի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության բարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Արթուր Խուդինյանին հասցեագրել եմ գրությունը կապված է բարեկայ ուրեմն ներքին գործերի ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակի 2-4 դասակի բարեկ Տիգրան Էրիկ Տիգրանի Հովհաննիսյանի ծառայողական տեսաձայնագրող սարքի միջոցով իրականացած տեսաձայնագրությանը, որը ես հիմա միացնում եմ, որպեսզի նաև դուք լսեք, թե ինչպես են իրենք անձին տեսաձայնագրությունը իմ մոտ, որը ուղարկել եմ նաև պարոն Խուդինյանին, հիմա ես կխնդրեի լսել, թե Հարց եմ տալու պատասխանում, այդ ի՞նչ քարոց է։ Արա քույր կողմն։ Այդ ի՞նչ քարոց է։ Քույր կողմն։ Հագիստ խոսա։ Ես ում տոննարով մտել։ Բանը սեն արա չմոտ։ Ում տոննարով մտել։ Արա չմոտ դասի։ Չմոտ Ես սպասում եմ։ Աշոլա չքարած փոք։ Չքարած փոք։ Ես ում Դեպքան Արստի ում ես այրել։ Այրել ինչ ես նորմալ տելեֆոնում եք թումանյանի բաժին։ Հանգստացի։ Այսինքն նայեք ինչ է կատարվում, ուրեմն գիշերը ժամը 10:20-30 անձը կանգնած է իր բակի դարպասի մոտ, ընդ որում տվյալ անձը հիվանդ է շիզոֆրենիկ պարանոիդ ձև հիվանդությամբ, իր համար հանգիստ կանգնած է, մոտենում են, ընդ որում մինչև մոտենալը զեկուցում են օպերատիվ կառավարման կենտրոն, տալիս են զեկուցում են, որ իրենք իբրև թե գնում են հանգստի, այսինքն ստանում են, որ այո հատկատարի կնմիջում, որից հետո բռնի ուժ գործադրելով նշված անձին բռնի ուժով, ասում եմ, ավելի կոպիտ կադրերը, եթե դուք տեսնեք տեսաձայնագրությունը, տեղափոխում են Թումանյանի ոստիկանություն, այնտեղ գրում են ակնհայտ կեղծ զեկուցագրեր, հարցում են քրեական վարույթ, տալիս են ակնհայտ կեղծ ցուցմունքներ, եւ որի արդյունքում տվյալ անձի նկատմամբ կրկնում եմ, որը հիվանդ է պարանոիդ ուրեմն շիզոֆրենիկ պարանոիդ ձև հիվանդությամբ իրականացում են քրեական հետապնդում, անձին բռնի ուժով տեղափոխում են բուժ հիմնարկ եւ այսօր էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշված անձի նկատմամբ հարուցված է քրեական արկա է քրեական գործ եւ անձին փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել, իհարկե տեղափոխել բուժ հիմնարկ, իբրև թե նա իրականում բարեկային ծառայության աշխատողների օրինական պահանջները չի կատարել, իրականում որևէ օրինական պահանջ այստեղ չի ներկայացվել, ընդհակառակը բարեկների կողմից իրականացվել է բռնի ուժ եւ ես հույս ունեմ, որ պարոն Խուդինյանը իմ գրությունը, որը հասցեագրվել է իրեն, պատշաճ կարգով ընթաց կտա եւ նշված անձանց գերրասնի աշխատանքից, այսինքն այն նմանատիպ անձանց գործողությունների արդյունքը, որ բարեկային ծառայության աշխատողների նկատմամբ արկա է բնակչության բացասական վերաբերմունքը, հույս ունեմ, որ պարոն Խուդինյանը նաև ինձ կհրավիրի, ես ավելի մանրամասը իրեն կներկայացնեմ, թե իրական ինչ է տեղի ունեցել, իրական բարեկները ինչ բռնի ուժ, որը տեսաեզրում մանրամասերում է, ինչ բռնի ուժ են կիրառել եւ ինչ ակնհայտ զեկուցագրեր են գրել եւ ակնհայտ ցուցմունքներ են տվել։ Իդեպ նույն հաղորդագրությունը ես ուղարկել եմ գլխավոր դատախազույցով, որ գլխավոր դատախազությունում կհարուցեն քրեական վարույթ եւ նշված անձիկ բարեկները քրեական պատասխանատվության կենթարկվեն, բայց պարզվում է, որ դատախազությունը, որը վերահասցեագրել էր իմ դիմումը քննչական կոմիտեում պարզվում է, որ նշված անձանց գործողությունները որևէ հանցավոր արար կատարված չէ։